Տեր Տարոն Քահանա-Հունանյանը հրաժարվել է մասնակցել կարգապահական հանձնախմբի նիստին կազմի նկատմամբ ունեցած անվստահության պատճառով։ Մինչև նիստին ներկայանալը նա արդեն լրագրողներին հայտնել էր, որ մասնակցությունը պայմանավորված է նրանով, թե ովքեր կլինեն քննող հանձնախմբում։ Եթե հանձնախմբում լինեն մարդիկ, որոնց իսկ անձը, կերպարը, իրենց գործողությունները, իրենց մասին վերջին ժամանակներում համացանցում տարածված ինֆորմացիաները եւ այլն շոկ են ենթարկել հանրությանը, ապա ես այդ մարդկանց հետ թե իմ անձնական, թե իմ ծառայական, թե քրիստոնեական, թե բարոյական որևէ հարցեր քննարկելու Դուք չեք քննարկելու, ներեցեք չեք մասնակցել քննարկելու բան չունեմ։ Այս հայտարարությունից հետո Տեր Տարոնը մտավ մայրաթոր, սակայն կարճ ժամանակ անց վերադարձավ եւ հայտարարեց. Եկա, որպեսզի ներկայանամ կարգապահական հանձնախմբին, եկա եւ ներկայացա կարգապահական հանձնախմբին, ինձանից պահանջվեց հեռախոսը հանձնել, որը ես մերժեցի, քանզի իմ անձնական տարածքն է, իմ անձնական ինֆորմացիան է հեռախոսում, ես առաջարկեցի հեռախոսը անջատել, իրենց իսկ ներկայությամբ իրենք պնդեցին, որպեսզի քանի որ բոլորը առանց հեռախոս են, ես էլ լինեմ առանց հեռախոսի։ Ես ուրեմն արդեն սենյակում էի եւ տեսա, որ ովքեր են նստած հանձնախմբում, մինչեւ հանձնախմբի պահանջը կատարել է հեռախոսը հանձնելը, ես խնդրեցի հարցի իրավունք եւ հարց տվեցի, որ այս ներկա անդամներն են իմ հարցը քննելու, պատասխանվեց ինձ, որ այո, ես ասացի, որ ես հրաժարվում եմ այս հանձնախմբի հետ իմ անձնական հարցերը քննելու, առավել եւս իմ ծառայական եւ ինձ հետ կապված որևէ քրիստոնեական հարց քննելու, քանզի ես պատշաճ չեմ համարում տեսնելով թե ովքեր են հանձնախմբի անդամները եւ ես խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, նոր դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին։ Տեր Տարոնը հրաժարվել է նշել այն հոգևորականների անունները, որոնք պետք է մասնակցեին նիստին։ Ավելի վաղ քահանան Facebook-ի իր էջում հայտնել էր, որ կանչվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին հանդիպելու կարգապահական հանձնախմբին։ Տեր Տարոնի հարցը քննարկման առարկա է դարձել այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ նա ինքնակամ լքել է իր ծառայության վայրը եւ Հովանավանքում մասնակցել կարգալույց հոգևորականի կողմից իրականացված պատարագին։ Տեր Տարոնը նշել է, որ ներկայում գտնվում է անժամկետ արձակուրդում։ Ունեցել եմ արձակուրդ իմ առաջնորդից Բագրատ Սրբազանից անժամկետ։ Սրբազանին հայտնի էր իմ անձնական խնդիրները եւ այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ Սրբազանը հոգևոր մարդ է եւ հասկանում է հոգևոր որևէ խնդրանք եւ ըմբռնում է։ Տեր Տարոնն անդրադառնալով Տեր Արամի մատուցած պատարագին մասնակցությանը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե Հովանավանք է գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով։ Տեր Արամը իմ ընկերն է, իմ սենյակում է բնակվում, մենք միասին մի քանի տարիներ ճեմարանում սենյակակից ենք եղել եւ մեր մտքերը վաղուց են հատվում իրար հետ, վաղուց են իրար հետ մշակվում երկար ժամանակներ եւ ես Տեր Արամին մոտ գալու նրանից նրա խնդիրը լսելու, չնայած ես նրա խնդիրներին գրեթե միշտ տեղյակ եմ եղել, համար ինձ պիտի վարչապետը կանչեր, որ ես իմ ընկերոջ հետ ինչ որ բան խոսեմ կամ որևէ տեղ, որևէ արտակում նրան հաջակցեմ կամ նրա մատուցված պատարագին ես գնամ եւ իմ օգտակարությունը փորձեմ բերել, նրա ձեռքից հաղորդություն ստանալ, ինչու՞ չէ նաեւ նրան օգնել հաղորդություն բաժանել ժողովրդին։ Սրա համար կարիք կա, որ ինձ որևէ մեկը հրավիրի։ Քահանան եւս մեկ անգամ նշել է, որ իրեն կարգապահական նիստի են հրավիրել ոչ թե արձակուրդում գտնվելու, այլև Հովանավանքում պատարագին մասնակցելու համար, շեշտելով. Գիտեք ինչ, եթե ինձ հիշում են Հովանավանքի դեպքերից հետո, դա արդեն իսկ լավ չի։ Այսինքն ինչու մինչև այսօր ես չեմ կանչվել, հենց Հովանավանքի դեպքեր եղան կամ երբ իմ հրապարակումը եղավ համացանցով, երբ որ ես սկսեցի խոսել, մարդիկ սկսեցին ինձ փնտրել։ Լրագրողները Տեր Տարոնից հետաքրքրվեցին, թե արդյոք կմիանա կաթողիկոսի հեռանալու պահանջին։ Նա նշել է, որ հայկական եկեղեցուց պետք է հեռանան բոլոր նրանք, ովքեր հոգևոր չեն։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։